Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նա ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ հավիտյան ձեզ հետ մնա։ Հովհաննես 14:16։ Բարձրյալ հայրը նախքան իր որդու աշխարհ գալն իրեն հայտնեց հին կտակարանի հավատացյալներին և որպես ամենակարող Աստված երևաց Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այնուհետև եկավ Հիսուսը և հավետ օրհնյալ որդին դարձավ իր ժողովրդի ուրախությունը։ Իսկ Փրկչի համբարձումից հետո Սուրբ Հոգին դարձավ ներկա ժամանակաշրջանի գլուխը և նրա փառահեղ զորությունը հայտնապես դրսևորվեց Պենտեկոստեի օրը և դրանից հետո։ Մինչ օրս էլ նա մնում է ներկա ժամանակաշրջանի Էմմանուելը, Աստված մեզ հետ, ապրելով իր ժողովրդի մեջ և հետ, կենդանացնելով, առաջնորդելով և կառավարելով նրանց։ Արդյոք մենք գիտակցում ենք նրա ներկայությունն այնպես, ինչպես հարկն է։ Մենք չենք կարող վերահսկել նրա գործունեությունը։ Նա ինքնիշխան է իր բոլոր գործերում, բայց արդյոք մենք բավականաչափ մտահոգվում ենք նրա օգնությունը ստանալու համար, կամ արդյոք բավականաչափ զգոն ենք, որպեսզի չտրտմեցնենք նրան, հրաժարվելով իր աջակցությունից։ Առանց նրա մենք ոչինչ անել չենք կարող, սակայն նրա ամենակարող զորությամբ կարող ենք ամենաարտասովոր արդյունքներն ունենալ։ Ամեն ինչ կախված է նրա զորության դրսևորումից։ Արդյոք մեր աչքերը մեր ներքին կյանքի և արտաքին ծառայության համար մշտապես ակնածանքով նրան են նայում, ընդունելով մեր կախվածությունը նրանից։ Արդյոք մենք հաճախակի առաջ չենք վազում, նախքան նրա ձայն լսելը և գործում նրա օգնությունից անկախ։ Եկեք այս երեկո խոնարհեցնենք մեր անձերը անցյալի անփութությունների համար և հիմա աղաչենք, որ Տերն իր երկնային ցողը հանգչեցնի մեզ վրա, օծի մեզ սուրբ յուղով և մեր ներսում բոցավառ կրակ բորբոքի։ Սուրբ Հոգին ժամանակավոր պարգև չէ, նա հավիտյան մնում է սրբերի հետ։ Մենք պետք է միայն ճշմարտապես փնտրենք նրան և նա կգտնվի մեզ համար։ Նա նախանձոտ է, սակայն գթած, թեպետ հեռանում է բարկությամբ, սակայն վերադառնում է ողորմությամբ։ Նա չի հոգնում և չի ձանձրանում մեզանից, այլ իրեն բնորոշ խոնարհությամբ և քնքշությամբ դեռևս սպասում է, որ ողորմի մեզ։ Կարծրացել է սիրտն իմ մեղքից, զրկվել ամեն բարի բանից, բայց շնորհքը վերից կգա և սրբություն սրտիս կտա։